Ողջույն։ Ինչ եք կարծում, եթե մեր երկրում չլինի ոստիկանություն, ներքին գործերի նախարարություն, արդարադատության նախարար, քրեածին իրավիճակը ավելի վատ է լինելու։ Ամեն դեպքում տպավորություն է, որ այդ կառույցը կա միայն պաշտոնապես։ Ընդամենը մի քանի օր առաջ համացանցը ողողվեց Աջափնյակում 40-ից ավելի մարդկանց մասնակցությամբ ծեծկռտուքի, կրակոցների, սպանության մասին լուրով։ Դա քննարկվեց 2 օր եւ անցավ գնաց։ Հետո մեկ դժբախտ այլ լուր տարածվեց, որ Սևանում դանակահարությունից մահացավ 19-ամյա պայմանագրային զինծառայող Արամ Խաչատրյանը։ Տավուշի մարզի վերին Ծաղկավան գյուղի այս բնակչին սպանել էին դանակի 7 հարվածով։ Ձերբակալվել է անչափահաս։ Այդ լուրն էլ անցավ գնաց։ Այսօր էլ կանցնի կգնա մեկ այլ լուր, որ մահացել է Երևանի 31-ամյա բնակիչը, որը հրազենային վնասվածք էր ստացել Զովունի գյուղում կրակոցների ժամանակ։ Հանցագործության էջերը ամեն օր թարթում ենք։ Արդարադատության նախարարն ասում է մենք ինչ անենք, անձնական հարցերը սպանում են, իսկ արդյոք կառավարության գլուխ կանգնածը մեղավոր չէ, որ մեր երկրում օրը մեկ կամ մի քանի սպանություն է տեղի ունենում։ Այսօր որոշել եմ Նիկոլ Փաշինյանի սուտ խոստումներին անդրադառնալ տեսանյութերով։ Եվ այսպես, 2019 թվականի ինչ-որ հավաքի ժամանակ, կարծեմ ապրիլ ամսին, Փաշինյանին քաղաքացին բողոքում է, որ Կոտայքի մարզում 4 հոգու դանակահարել են, ասում են. խոսքս լավ հիշեք, թշնամություն է մտել, խորանում է։ Նիկոլը ընդհատում է, հակառակը փորձում համոզել։ Դիտենք տեսանյութը։ Տվյալ պահը խոսքս լավ հիշեք, ավելի է առաջ գնում։ 4 հոգի դանակահարվել։ Ես հիմա ցավում եմ, որ իմ համայնքում թշնամություն է մտել։ Ընդհատեմ, այդ տվյալ պահը չի կարող առաջ գնալ։ Եթե որևէ մեկը որևէ տեղ փորձի դանակահարությամբ հարց լուծել, այդտեղ բոլորը կպարկեն ասֆալտ։ Ես որ ասում եք, բոլոր այդ գողականները, դանակով հարց լուծողները, պպասած հարց լուծողները պարկան ասֆալտին, որևէ մեկը չփորձի տապրտա, մեր համբերությունը չցավ։ Նիկոլի այս խոսքի վրա սաղ ժողովուրդը ուրախանում է, ծափ են տալիս ու խլացնում են այդ մարդու ձայնը, որ ասում է չես կարող, ի վիճակի չես։ Դա 2019 թվականն էր, երկրում հանցագործությունների թիվը 24700 էր, այսօր ժողովուրդ ջան 40,000 է, այսինքն այդ քաղաքացին շատ ճիշտ էր հասկանում դեռ 2019 թվականին, որ խորանալու է, սրանք ի վիճակի չեն կարգավորել։ Գիտեք, Փաշինյանի այսպիսի ելույթներ, խոստումներ բազմիցս են հնչել, 10 անգամ չէ, 100 անգամ չէ, ավելի շատ։ Մեկն էլ դիտենք, հուլիսի 15, 2018 թվական, մի 2 շաբաթվա վարչապետ էր, ամեն օր ուղիղ եթեր էր մտնում ու ամեն եթերում մի 10 խոստում տալիս էր, որը հետո իհարկե տապալելու էր։ Մտնում է ուղիղ եթեր ու ամպագորգոր հայտարարություններ է անում։ Ժորժ ջան, դիտենք դա։ Ժորժ ջան, ես ուզում եմ բոլորին զգուշացնել, որ ոչ մեկը Հայաստանի Հանրապետությունում չի կարող զենքով հարց լուծել։ Ես ուզում եմ ասել, որ թույլ չեմ տա ուղղակի, որ որևէ մեկը այս մեր սիրո եւ համերաշխության հեղափոխությունից հետո կանգնի ասի ես զենքով հարցեր կլուծեմ։ Զենքով ոչ մեկը Հայաստանում հարցեր չի լուծել։ Սա եկեք սրանում հստակ լինի։ Որևէ մեկը բռնությամբ, բեսպրեդելով, լկտիությամբ, զենքով Հայաստանի Հանրապետությունում հարցեր չի լուծել։ Եվ ես սա ասում եմ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Եվ ուզում եմ, որ մենք բոլորը սա գիտություն ընդունենք։ Այս հայտարարությունների իրականության հետ հակասության վրա ուղղակի մարդու ծիծաղ է գալիս։ Զենքով ոչ միայն լուծում են հարցեր, այլև փողոցներում։ Սևանի սպանությունը հենց հրապարակում էր, հրապարակի մեջտեղը։ Աջափնյակինը շենքի բակում, Գյումրու դանակահարությունը, այն որ 4 հոգով մեքենայից իջել են եւ մեկին դանակահարել, եղել է հենց կանգառում, երբ մարդիկ կային այնտեղ։
Նոր Նորքում շենքի բակում է եղել 25 երիտասարդ ծեծում էին երկուսին։ Մի քանի օր առաջ հենց ազգային գրադարանի մոտ էին 2 տասնյակից ավելի երիտասարդ ծեծել մեկին։ Իդեպ հենց այս դեպքով ոստիկանների պահվածքը շատ խնդալու է։ Ոչ թե բռնել են ծեծողներին, այլ կրակել են օդ, որ փախչեն։ Նրանք փախել են, հիմա էլ ընկել են մանեն գալիս միջադեպի մասնակիցներին։ Փորձագետները հաշվել էին, որ մեր երկիրը բնակչության համեմատ ոստիկանների թվով աշխարհում առաջատարներից է։ Ամենաարագ աճողը հենց ոստիկանության բյուջեն է, $500 միլիարդ կարգ է դարձել։ Այս ընթացքում ոստիկանության զանազան մարմիններ ձևավորվեցին՝ պարեկ, գվարդիա կամ եսիմինչ, բայց հանցավորությունը խորանում է։ Ինչքան շատանում է բյուջեն, այնքան սպանությունները, բռնությունները շատանում են։ Լավ, սրանք բացահայտ բռնություններն են, իսկ ինչքան են լինում, որից տեղյակ չենք, մարզերում, գյուղերում։ 2019 թվականի հունիսի 21-ին ոստիկանության զորքերի առաջ ելույթ է ունենում ու էլի անդրադառնում է բռնություններին։ Դիտենք այդ ելույթը։ Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի բռնությունից զերծ հարություն։ Մի հարություն, որտեղ տեղ չունեն բռնություններով հարցեր լուծելու, որևէ մտայնություն, որևէ փորձ, որևէ քարոզչություն։ Այս ելույթը կրկնում եմ ոստիկանության առաջ էր։ Մի ոստիկանության, որը հենց ինքը մեր երկրում բռնության թիվ 1 գործիքն է։ Չկա մի հատ միտինգ, ընդդիմադիրների հավաք, ակցիա, որը չավարտվի ոստիկանության բեսպրեդելով։ Հետո նույն այդ խոսքերը ասաց Նիկոլը շնորհակալություն չհայտնի ոստիկաններին բռնությունների համար։ Ուղիղ եթերում 60 ոստիկան ծեծում է ազգային ժողովի պատգամավորին։ Ավելի մեծ հանցագործություն է, խուլիգանություն է, քան քիչ առաջ թվարկածս դեպքերը։ Մի երկու ոստիկանի լիազորություն կասեցնում են, հետո վերականգնում են աշխատանքի։ Հետո տեսնում ենք, որ ոստիկանները ձերբակալվածներին ծեծի են ենթարկում։ Հետո տեսնում ենք, որ ոստիկանության օպեր լիազորը ձեռնաշղթաներ է հագցնում ու ծեծելով ցուցմունք կորզում քաղաքացուց։ Հետո ինչ որ Նիկոլը կոկորդ էր պատրում, թե բռնությամբ հարցեր չի լուծվելու մեր երկրում։ Ժորժ ջան, քանի որ թաղայինները, օպերները, ուժայինները զբաղված են Նիկոլի աթոռի պահպանմամբ, քրեական տարրերը նրա համար ձայն բերելով երկիրը բախտի քմահաճույքին է։ Ամեն անգամ նրա ակետից բկետը տեղափոխվելիս քանի ոստիկան է խառնում իրար։ Ոստիկանների թիվը շատ է իհարկե, բայց անսպար չէ, բայց երբ բոլորը ուղարկվում են Նիկոլի քաղաքական քմահաճույքների բավարարմանը, ժողովուրդը հայտնվում է վտանգի մեջ անպաշտպան վիճակում։ Այս վիճակը չի փոխվի, քանի դեռ իշխանության առաջնահերթությունը չի փոխվել։ Այս իրավիճակը չի փոխվի, քանի դեռ բռնությունը երկրի փաստացի ղեկավարի գլխավոր զենքն է։ Նիկոլ Փաշինյանը մեր երկրում իմ գնահատմամբ բռնության թիվ 1 քարոզիչներից է։ Այն մուրճը ինքն է ճոճում, չէ՞։ Նրա բառապաշարը բռնություն է։ Նրա ելույթները գլուխ ու ոտքեր ջարդելու մասին են։ Մի ելույթ էլ հիշեցնեմ, որ ասվել է 2018 թվականի նոյեմբերին։ Այլևս երբեք կներեք այդ մի քիչ գրոտեսկային համեմատության համար Հայաստանի քաղաքացու վրայով ավտոներ չեն քշելու։ Այլևս երբեք լկտիություն չի լինելու։ Դուք այս ելույթը որ դեպքի հետ եք ասոցացնում։ Կարող եք հիշել վերջին 35 տարվա ամենաաղմկահարույց դեպքը, երբ քաղաքացու վրա ավտո են քշել։ Վստահաբար հիշում եք, բայց ոչ թե ավտո էր, այլ ավտոշարասյուն, ու դա հենց Նիկոլի շարասյունն էր, որը լղջեց անցավ հղի կնոջը, սպանեց։ Կարճ ասած, 8 տարի իշխանության լինելով ամեն օր նա զբաղվել է ատելության, բռնության քարոզով։ Նա սնվում է այդ ատելությունից ու այսօր մեր երկրում այս ծանր իրավիճակը գլխավոր պատճառը քաղաքացին համարում է հենց Նիկոլ Փաշինյանի գործունեությունն ու անգործությունը, երկուսն էլ համարում է հանցավոր։ Սա այնքան բացասական էներգիա է կուտակել, որ դրանից լավ բան չի կարող առաջ գալ։ Նիկոլն ու խաղաղ երկիրը հականիշներ են։ Իրավիճակի թուլացումը, մեղմացումը, այս ատելության վերացումը հնարավոր է միայն իշխանափոխությամբ։
այլապես բռնության նորանոր ալիքներ են լինելու եւ ուղղակի քայքայելու են մեր երկիրը ներսից։